Ստեփանակերտի Մայր տաճարն ավերվել է, հայ գերիների հարազատները կարող են գնալ Բաքու, իսկ մենք հայերով քաղելի տա գիտնական ու շինարար իրար գումարած հավասար ենք միջին վիճակագրական ադրբեջանական պրոպագանդիստի կամ ինչպես գահանքեց արեցինք արքային։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, իսկ սրանք թեմաներն են, որոնց մասին խոսելու ենք այսօր առաջիկա րոպեների ընթացքում։ Մինչ սկսելը շնորհակալություն եմ հայտնում իմ յութուբյան ալիքի հին ու նոր բոլոր բաժանորդներին, իսկ ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ, հավատացեք, քննարկելու հետաքրքիր թեմաներ շատ ունենք, իսկ այս նախագծին աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Իվան Ավանեսյանին։ Շաբաթը սկսեցինք տխուր նորություններով, Ստեփանակերտի Մայր տաճարն ավերվել է, ավելի ճիշտ ադրբեջանցիները ավերել են Ստեփանակերտի Մայր տաճարը։ Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի ավերման փաստը արձանագրվել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, ազգային պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովի կողմից։ Տաճարը հիմնադրվել է 2006 թվականի հուլիսի 19-ին, օծվել 2019 թվականի ապրիլի 7-ին։ Ճարտարապետ Գագիկ Երանոսյանի նախագծած եկեղեցին 35 մետր բարձրություն ուներ, զանգակատունը 24 մետր բարձրություն։ Մանրամասները Հովիկ Ավանեսովից։ Մշտադիտարկման արդյունքում պարզվեց, որ տաճարը ավերվել է։ Խնդիրը կայանում է նրանում, որ երբ որ ընդամենը օրեր առաջ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին ոչնչացվեցին, մեր գործընկերները եւ մեր գրասենյակի նաեւ մոնիտորինգային թիմը անընդհատ վերահսկում էր մեդիահատարբեր հարթակները, հատկապես ադրբեջանական սոցիալական ցանցերը, տեղեկատվություն, որպեսզի հասկանանք ինչ է կատարվում Մայր տաճարի շուրջը, որտեղ արդեն ակնհայտ էր, որ Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումից հետո հաջորդ թիրախը լինելու է Մայր տաճարը, քանի որ մի շարք սոցիալական հարթակներում ամիսներ շարունակ կոչեր էր հնչում ոչնչացնելու եւ Սուրբ Հակոբ եկեղեցին եւ Մայր տաճարը։ Եվ երեկ երեկոյան մենք ստացած տեսանյութերը փաստեցին, որ եկեղեցին ոչնչացված է։ Պետք է նշենք, որ եկեղեցին մի քանի անգամ վանդալիզմի է ենթարկվել։ Առնվազն տարածքում արված տեսանյութերից պարզ էր դարձել, որ նախկինում եկեղեցու երկու պատուհաններն էին վնասվել, իսկ մինչ այդ եկեղեցու խորանն էր պղծվել ադրբեջանցիների կողմից, դրանից որոշակի ժամանակ հետո աղբամաններով փակել էին Մայր տաճարի դռները, իսկ հիմա արդեն երեկ երեկոյան ստացված տեսանյութում ակնհայտ դարձավ, որ Մայր տաճարը ավիրված է, եւ սա եւս մեկ անգամ փաստում է այն հանգամանքը, որ Արցախում հատկապես վերջին ժամանակաշրջանի կառուցված եկեղեցիները գտնվում են ոչնչացման վտանգի տակ, ինչի ընդ որում ադրբեջանական կողմը չի հերթակցնում, մշտապես պնդել է, որ առնվազն 1980-ականներից մինչև 2023 թվականի կառուցած ամեն ինչ առանց բացառության ոչնչացվելու է։ Եվ մենք գործ ունենք հերթական փաստի հետ եւ մի շատ կարեւոր հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Եկեղեցու ոչնչացման փաստը արձանագրվել է ընդամենը հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցից մի քանի օր առաջ։ Սա եւս ցույց է տալիս, որ Ադրբեջանը նույն ցեղասպան դիմագիծ ունի եւ այնինչ Արևմտյան Հայաստանում է տեղի ունեցել ցեղասպանությունը, այնուհետև մշակութային ցեղասպանությունը, նույն ձեռագիրը շարունակում է կիրառել Ադրբեջանը եւ դրա վառ ապացույցը ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին եկեղեցու ավիրման փաստի արձանագրումը։ Ընդ որում Ադրբեջանը հայկական հուշարձանները կամ առանցքային նշանակություն ունեցող կառույցների ոչնչացումը հիմնականում իրականացնում է հատուկ օրերին, կամ նույն օրը, կամ այդ օրերի նախօրեին։ Ասենք ինչպես սեպտեմբերի 2-ին
Արցախի անկախության օրը փողին հավասարեցվեց Արցախի արտաքին գործերի նախարարությունը եւ նման փաստեր ցավոք սրտի տասնյակ են։ Այնպես չէ, որ թեման անսպասելի էր, բոլորս էլ պատկերացնում ենք, որ Ադրբեջանը Ստեփանակերտի մայր տաճարը ավերելու է, գիտեինք, բայց միևնույնն է շատ տխուր է, մանավանդ որ դեռ թարմ են տաճարի շինարարության ու օծման մասին հիշողությունները։ Հայ գերիների հարազատները կարող են այցելել Բաքու կիսահարցականով, նման հայտարարություն հնչեց Բաքվից։ Այս թեման եղել է Ռուբեն Վարդանյանի Բաքվից Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ուղերձի առանցքում։ Վարդանյանն ուղերձը փոխանցել է իր ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Վերջերս հանդիպել եմ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ, հանդիպման ընթացքում բարձրացրել եմ կենցաղային, բժշկական, իրավական, մարդասիրական եւ դիվանագիտական մի շարք կոնկրետ հարցեր, որոնք վերաբերել են իմ եւ մյուս հայ բանտարկյալների պահման պայմաններին։ Այդ հարցերն ուղիղ ազդում են կալանքի տակ գտնվողների անվտանգության, առողջության եւ արժանապատվության վրա։ Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը եւ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը, սակայն այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել, գրել է Ռուբեն Վարդանյանը, հրապարակավ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին հղելով հետևյալ հարցերը. արդյոք քննարկվում է Բաքու պաշտոնական պատվիրակության այց կազմակերպելու հնարավորությունը հայ գերիների հարազատների մասնակցությամբ։ Ինչպես է մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը պլանավորում համակարգել աշխատանքները Ադրբեջանի օմբուդսմենի հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող մարդասիրական հարցերի շուրջ, ձերբակալության պահից սկսած մարդու իրավունքների պաշտպանը ինչ միջոցներ է ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։ Առայժմ սրանք համարենք հռետորական հարցեր, եթե մարդու իրավունքների պաշտպանը այնուամենայնիվ պատասխանի, կանդրադառնանք նաև նրա պատասխանին։ Կիրակի կայացել է Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը ներքին Ճարբախում։ Սա լավ նորություն է մարզասերների համար ու նաև լավ հնարավորություն ապագա չեմպիոնների համար, մանավանդ որ Արթուր Աբրահամը խոստանում է գերմանական որակ Հայաստանում։ Գնել եմ 16 տարի առաջ եւ նվիրել եմ մեր պետությանը, որպեսզի այս հրաշալի շինությունը լինի ոչ թե իմ համար, այլ մեր ժողովրդի համար, որ մեր մայրերը, քույրերը, եղբայրները, որտեղ հնարավորություն չունեն ամեն անգամ գնալ քաղաք, գալ, իրենց երեխաներին տանել, բերել, բայց հիմա հնարավորություն են այստեղ մարզվելու եւ ամենակարևորը առողջ մարզվելու։ Ես խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ ես պարտավորվում եմ, նորից պարտավորվում եմ իմ Գերմանիայի փորձը տալ մեր սերունդին, որպեսզի մեր սերունդը գերմանական համակարգով առաջ գնա, դիսցիպլինայով, ուժեղ պարապմունքներով, ոնց որ իմ մարզիչն է ինձ այդպես սովորացել, ես իմ փորձը կտամ մեր հաջորդ սերունդին, դա վերցնում եմ իմ վրա։ Կառավարությունը գիտեք կարող էր այստեղ մարզադպրոց կառուցել, բայց ուրիշ բան է ուղղակի Երևանի ենթադրենք թիվ չգիտեմ ես ինչ մարզադպրոց կառուցել, ուրիշ բան է Արթուր Աբրահամի անվան մարզադպրոց կառուցել, որովհետև մենք ոչ միայն Երևանի, այլև միջազգային ուշադրության որոշակի կենտրոն ենք ստեղծում։ Մեր ճարտարապետի հետ, պարոն վարչապետ, նստել եմ կետ առ կետ եւ բոլոր սենյակները, որտեղ է լինելու մարզման սրահ, որտեղ է լինելու մասաժի սենյակը, որտեղ է լինելու մարզչի սենյակը, ցենց գծել եմ իր հետ։ Դա 3 տարի աշխատել եմ այդ պրոյեկտի վրա, եթե նոր տվել են կառավարությանը։ Դա հենց այն է եղել, ինչ որ մենք ուզում ենք։ Մինչ այս պահը կարծես վտանգավոր բան չկար, վտանգավոր թեման բացվեց ավելի ուշ, երբ Աբրահամն ու Փաշինյանը զբոսնում էին միասին։ Դա համար ձեզ բոլորը սիրում եմ, որովհետև դուք սիրում եք մարդկանց մեջ մտնել, մեր մոտ լուրջ անկեղծ եմ ասում, 70 չեմ ասում 100%, բայց 70-80%-ը այստեղ ձեզ սիրում են, նամանավանդ որ այս դպրոցը կառուցում ենք, ժողովուրդը չեք պատկերացնում ձեզ ինչպես են անկեղծ գնահատում։ Անկեղծ եմ ասում, գնահատում են ահավորություն։ Ու սկսվեց, արքա Արթուրին գահազրկեցինք, կապեցինք անարգանքի սյունին ու ոչ մի պակաս բան չթողեցինք։
Հիշեցինք, որ այնքան էլ լավ չի կռվում, եթե անգամ լավ է հանդես գալիս ռինգում, ապա միևնույնն է Հայաստանի դրոշի տակ չմենամարտում ու այսպես շարունակ ժանրի բոլոր կանոններով։ Ակամա հիշեցի գրեթե նույն պատկերը, երբ ցեխոտում էինք Հայաստանի հավաքականից հեռացող Լևոն Արոնյանին կամ մրոտում Հենրիխ Մխիթարյանին։ Հիշում եք, չէ, այդ երկու մարզիկներին ինչ անուն ասես չենք կպցրել։ Ճիշտ է, այս դեպքում անուն կպցնողները ուրիշ էին, բայց իրականությունը դրանից չի փոխվում։ Ի վերջո խոսքը էլի հայ մարզիկների մասին է։ Այն ժամանակ, երբ Հայաստանից շատ ավելի մեծ երկրներ սիրով ու ջերմությամբ նրանց ընդունեցին հարազատի պես, անգամ երգեր էին նվիրել այս մարզիկներին։ Ու այստեղից էլ անսպասելի ամբողջացումը, որը առաջին պահին բառից բուն իմաստով կարող է մարդու ուղեղ կոտրել։ Եթե գումարենք մեր հայերիս բոլոր գնահատականները մեր իսկ ազգային արժեքներին, արժանինքներին, կստանանք մի բան հանրագումարում, որը մոտավոր հավասար կլինի ադրբեջանական միջին վիճակագրական պրոպագանդիստի գնահատականին, հենց մեզ Հայաստանին ու հայությանը։ Ձեր զայրույթի պոռթկումը հասկանում եմ, բայց եկեք միասին հաշվենք ի սկզբանե հիմք ընդունելով, որ բոլոր հայերն էլ իրենց գնահատականներում ճիշտ են։ Եվ այսպես ես ասեմ, դուք Հայաստանի մոտ 3 միլիոն բնակիչներից հանեք ու միասին կտեսնենք, թե տակն ինչ կմնա։ Փաշինյանին ընտրողները ժեխ են ըստ ընդդիմության հիմնական հատվածի, նախկիններին ձայն տվողները կամ ձայն տվածները թալանչի են ու արյունախում, ըստ ՔՊ-ի կողմնակիցների։ Ռուսաստանի օգտին խոսողները ռսաստրուկ են, արևմուտքի օգտին խոսողները Ամերիկայի ագենտ, չեք մոռանում, չէ, 3 միլիոնից հանելով իջնում ենք, հա, քանի չեմ մոռացել, արցախցիներին էլ հանեք, անկախ նրանից արդեն քաղաքացի են, թե դեռ չէ, միևնույնն է, այդպես էլ նրանց չենք կարողանում լիարժեք ընդունել որպես, այսպես ասենք, հայաստանցի։ Դե հիմա այսքանը հանենք ու տեսնենք, թե 3 միլիոնից ինչ մնաց։ Շատ բան չէ, մի բուր չկողմնորոշվածներ, ընդ որում, եթե գումարենք, որ անգամ մեր ազգային պատմության մեջ մնում ենք չկողմնորոշված, անգամ դժվար է պնդել, թե այդ մի բուր մարդկանց պատմական հայրենիքը որն է։ Դե հիմա դա համեմատենք շարքային ադրբեջանական պրոպագանդիստի հետ, ըստ որի հայերի պատմությունն ամբողջությամբ հորինված է, իսկ հայերը անհայրենիք են, ստորներ ու մարդասպաններ։ Ու այնպես չէ, որ մենք մեր հայրենի հեռուստաեթերներից կամ այլ հարթակներից այլ բաներ ենք ասում ու լսում մեր իսկ հասցեին։ Ու այս հարցում թող հանկարծակի սրբեր ի հայտ չգան, բոլորն էլ ունեն պատասխանատվության իրենց բաժինը, անգամ նրանք, ովքեր այսքանը տեսնելով պարզապես համեստաբար լռում են։ Պարզապես հիշենք, որ եթե Հայաստան կոչվող նավը խորտակվի, բոլոր ուղևորները կործանվելու են։ Դա չի վերաբերում նրանց, ովքեր վաղուց արդեն իրենց համար տաքուկ բներ են նախապատրաստել, Հայաստանից դուրս իհարկե։ Եվրոպացիները պատրաստվում են Հայաստան ժամանել։ Մակրոնը մայիսի 5-ին պետական այցով կժամանի Հայաստան, Ֆրանսիայի նախագահի այցը քննարկվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դե Կոնտեի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ Եվրամիության արտգործնախարարներն այսօր հաստատել են նոր առաքելությունը Հայաստանում, այս մասին հայտնել է Ազատություն ռադիոկայանի եվրոպական բաժնի ներկայացուցիչը։ Հայաստանում նոր քաղաքացիական առաքելությունը պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների, օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբերհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։ Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա 2 տարվա մանդատ և կկոչվի Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն։ Այսօր քննարկված թեմաների հետ կապված նորություններ առաջիկայում վստահ եմ դեռ լսելու ենք։ Մինչ այդ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։